Իսկ երկրորդ ես ուզում եմ խոսեմ, ես տեխնատուն եմ Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամակցությանը։ Նրանք որ գիտեն, հեռախոսը իրենց պահեն սրա վրա, եթե ուզում են ինձ օգնեն, կարող են գումարով օգնեն։ Ընտրության մասնակցելը շատ դժվարին աշխատանք է, գումարներ է պահանջում, որպեսզի կարողանաք թռուցիկ ղրգել, ֆլայեր ղրգել, հեռուստատեսությամբ ռեկլամներ ցույց տալ եւ բոլորը շատ ծախսալից են։ Եթե կարող եք, օգնեք։ Ընտրությունը տեղի ունենալու հունիսի 2-ին, մայիսի 4-ին բալեթը ձեզ կուղարկեն։ Շատ ուշադիր եղեք, ուրիշը չկա, ձեր այդ բալեթը տանի։ Ձեր ուշադրությանն են բերում, որ ձեր բալեթը ձեզ մոտ պահեք։ Եվ մեր հեռախոսը շատ հեշտ է, մեզ զանգեք, եթե այդպես դեպք է պատահում, նախապես զանգեք։ Անցյալ տարիների ման բալեթը տվեն են, մեկը գնացել է, հետո ինձ զանգում են, պարոն, որ մեկը եկավ տարավ բալեթ։ Ինչ պիտի անեմ, եթե տվեն եք տարերը։ Հիմա այդտեղ 12 տեխնացու կա, 3-ը ոչ հայեր են, 9 հայեր են, այսինքն քվեները այնպես բաժանվելու է չտեսնված։ Եթե դուք չկընտրոնանաք մեկ հոգու վրա, մեկ քանի հոգի վրա, ոչ ոք չի ընտրվի։ Այսպես ձեր ուշադրությանն են բերում շատ։ Ես մինչև հիմա չեմ տեսել, 46 տարի այստեղ ապրում եմ, այսպես բանի չէի տեսել։ Առաջին փորձն է ինձ համար, որ այդքան մարդ իր տեխնացությունն է դրել։ Մարդիկ, որ ժողովուրդը լավ չեն ճանաչում եւ այլն, ամենայն դեպս Աստված իրենց հետ։ Ես հիմա ուզում եմ ձեզ հիշեցնել, հեռախոսահամարը իմ շատ հեշտ է։ Որևէ հարց ունեք, մեկը գալիս է ձեր դուռը թակում է, հարցեր ունեք 818 2 4 մնացածը բոլորի 9, այստեղ տեսեք 2 4 մնացածը բոլորի 9, 249, 99, 99։ Եթե դուք մինչ հիմա գրանցված չեք, գրանցվեք, որովհետև մենք ավել քիչ գրանցված մարդ ունենք, քան թե ոչ հայը։ Մենք ավել քիչ գրանցված անձնավորություն ունենք, քան ոչ հայը։ Դրա համար այս տարի ընտրությունը շատ վտանգված ընտրություն է։ Ամենայն դեպս տեսնում եք այստեղ հեռախոսահամարը։ Ես հիմա ուզում եմ շարունակել ու խոսել, նախագահ Թրամփը ասել էր, որ վաղը վերջնագիր էր տվել, ultimatum էր տվել Իրանին, որ եթե չհամաձայնվեն, ռմբակոծելու է, էլեկտրակայանները ռմբակոծելու է, բնակարանները բոլորը հողի հետ ավասարելու։ Այսօր ասաց, որ վաղը վերջին օրը չի, ինչ որ պետք է Իրանի հետ բանակցության համաձայնության հասնեն, ու երբ է, ասաց indefinitely, այսինքն թիվ չեմ որոշում։ Ինքը ուզում է, որ բանակցի Իրանի հետ, որ վերջանա։ Նախագահ Թրամփ շատ ճնշման տակ է իր կուսակցության միջոցով։ Ընդամենը հանրության 37%-ը հավանում են այսինչ որ տեղի ունենում հարձակումը, ինչ որ տեղի ունեցել Իրանի վրա։ Իսկ մնացած ժողովուրդը բոլորը բողոքում են, որ մենք անտեղի ինչու ենք գնացել այդտեղ եւ մեր ռեսուրսները, այսինքն այս երկրի գումարն է ինչ որ փոշի անում է, բնականաբար տեսնում եք բենզինը շատ թանկ է։ Հիմա ուժի նախարարը ասել էր, որ մյուս տարի գինը կիչնի դառնա նախկինի նման։ Նախագահ Թրամփ շատ դժգոհեց դրան, որ այդպես չի, մի քանի ամիս հետո բենզինը կիչնի։ Բայց մասնակիցները ասում են, որ հեշտությամբ սա չի իջնի, որովհետև նավթի ընկերությունները շատ ժիր են։ Եթե մի փոք բան է պատահում, հանկարծ այսպես հրթիռից պես գինը բարձրացնում են, հետո կաթիլ գինը իջեցնում են։ Այդպես անեն մինչև երբ պիտի տևի, երբևիցե $4, որ ինչ որ ունենք $4.24, $4.30 չի հասնելու։ Հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել, ինչ որ բացատրեցի այդ հիման վրա, այստեղ տեսնում եք ռազմանավերն են, որ շրջապատեն են Իրանը։ Եվ դրա համար իրանցիք բողոքում են, որ ասում են, որ
այսպես պաշարել է բանակցություն տեղի չի ունենալու Իրանի ղեկավարությունն է ասում այստեղ տեսնում եք նախագահում է Իրանի ղեկավարությունը այսինքն կոտրվել է այսինքն համերաշխություն իրենց մեջ չկա որովհետև 41 ղեկավարներից Իրանը նախագահի հրամանով ռմբակոծեցին մոտարապես 2 ամիս առաջ եւ բոլորը մահացան դրանց մեջ նաեւ Այաթոլլահ Խամենեին հիմա իր տաղան է որ ղեկավարում է երկիրը բայց ոչ ոք չի տեսել եւ դրա համար երբ բանակցում են ոչ ոք չգիտի ուր են շատ դժվար է իրենց հետ բանակցելը որովհետեւ անցյալում ռմբակոծումին սպանում էին ղեկավարին ուրեմն իրենք չեն վստահում ասում են Թրամփը պետք է աշխատի մեր վստահությունը ձեռք բերի ասում է Իրանի կառավարությունը իհարկե այսպես սա իրանյան նավ էր այդտեղ տեսնում եք քիչ հետո նորից կտեսնեք իհարկե որ ամերիկացի զինվորականները բարձրանում են այդ նավի վրա քննում հսկում են ինչ կա Abbas Araqchi արտգործ նախարարը Իրանի ասում է սա պատերազմ է հայտարարել եւ այդ ինչ որ համաձայնության են եկել խախտել է Ամերիկան խախտել է այդ այսպես տեսնում եք եւ ասում է բուլի չենք հնազանդվելու այսինքն ճնշումներին չեն գնալ փոխնախագահ այս երկրի պիտի գնար Իրան բայց թվում է կարող է մի քանի օր ուշացում լինի ասում են նրանք ոչ մի ուրիշ առիթ չունեն պետք է անպայման իրենց ներկայացուցիչներին ղեկեն Փակիստան որ մեր ներկայացուցիչների հետ բանակցեն ասում է նախագահ Թրամփը այս բերումով ինքը վստահ է որ նրանք կգան բայց նրանք ասում են մենք չենք գալու մինչև պաշարեն են Իրանի հարավային այդ նավահանգիստները պաշարեն են ուրեմն նրանք էլ ուրիշ բան են պահանջում հիմա Իրանի ղեկավարներից է Ամերիկայի այսինքն համաշխարհային ՄԱԿ-ի ժողովի մեջ United Nation-ում որ ասում է որ այն ժամանակ խոսենք որ այս ճնշումները չլինի նախագահ ասում է մեր զինվորականներին ասել ենք որ փակեն Իրանից ոչինչ ապրանք դուրս չկա եւ ոչինչ չմտնի Իրան մինչեւ բանակցության մեջ մտնի Իրանը այստեղ տեսնում ես 26% ամերիկացիները ասում են այդ ինչ որ նախագահ Թրամփը հրամաներ տվել 26% ընդհանրապես ասում են երբ որ ռմբակոծում են Իրանը 26%-ով ասում են դա ճիշտ աշխատանք էր արժեր որ մենք ռմբակոծեցինք այսինքն մեծամասնությունը դեմ են ինչ որ Թրամփը կատարել է եւ սա պետք է շատ վատ անդրադառնա ռիփաբլիկանների վրա 62%-ը չեն հավանում approve չեն անում Թրամփի աշխատանքը սա տարօրինակ քիչ հավանություն է նախագահի համար եւ այստեղ ասում եմ մենք դեռ սահմանափակելու ենք դեռ չենք թողնելու որևէ նավ մոտենա այսպես տեսնում եք նախագահ Թրամփները այնտեղ անցավ եւ փոխնախագահն է որ պիտի գնա բանակցելու Փակիստանում իրանցիների հետ այստեղ տեսնում եք տարբեր լրատվական միջոցներին ասեն մենք ուզում ենք վստահ լինենք որ Իրանը երբեք ատոմական ռումբ չի ունենալու Իրանը սրան չի համաձայնվել միջիմա հիմա չգիտեմ հետո ինչ կլինի բայց նախագահի ամենակարևոր պահանջն է որ ատոմական ռումբ Իրանը չունենա եթե հարստացած է ուրանիումը ռումբ չունի բայց կարող է կարճ ժամանակ հետո պատրաստի ռումբ հետո դժվար կլինի մեկը որ ատոմական ռումբ ունի իր հետ պայքարելը դժվար կլինի դրա համար են մտահոգված նորից տեսնում եք իրանյան նավն է որ ամերիկացիները մտել են մեր խուզարկում են այդ նավին եւ ուրիշ նավերի թույլ չեն տալիս մոտենա իրանյան սահմանին այսպես տեսնում եք ասում եմ շատ բողոք ունեմ որտեվ Չինաստանը
Իրանին ապրանք է ուղարկել, ասում է նախագահ Թրամփը։ Իհարկե Չինաստանը ինքը չի ասել, չի հերքել եւ չի ասել, որ իրենք մատակարարում են զինվորական զենքեր, ռումբեր, մինչ հիմա Չինաստանը լուռ է մնացել, բայց ամերիկան մեղադրում է, որ այդ աշխատանքն է տեղի ունենում, Չինաստանը օգնում է Իրանին։ Իսկ նախկինում որ ռմբակոծել էին, տեսնում եք տարածքները Իրանի լրիվ փլատակների տակ է, ինչ որ այդտեղ տեսնում եք։ Ես հիմա ուզում եմ խոսել բուրգերի մասին, ինչ որ այս Ամերիկայի հարավում, գիտեք Մեքսիկոյի մեջ այսպես պիրամիդ կա, բուրգեր կան, մարդիկ հաճախ այցելում են այդտեղ, որ ես այստեղ ուզում եմ ցույց տալ, մեկ հոգի ատրճանակ է վերցնում, երեգասացի եւ գնում է, սկսում է այդ վիզիտերներին կամ այցելուների վրա կրակում է, մարդիկ թողում փախում են, մեկ հոգի, որ Կանադայից էր եկել, տեսնում եք այդ մարդն ատրճանակը ձեռքին, ծախ աչ կրակում է, երկու ատրճանակ, ինչ ուզում է, այդպես աշխատանքը տեղի ունենում։ Մարդիկ են որ փախուստ են տալիս, տեսեք վերևից վայր թրան ցած թրեն, որ շատ վտանգավոր է, կարող է ոտք կոտրվի, ձեռք կոտրվի, ամենայն դեպս ոճրագործն է, պայուսակ ունի, ատրճանակներ եւ այլն, այսպես տեսնում եք։ Տեսեք իր պայուսակն է, այս մարդու պայուսակը, ատրճանակ, փամփուշտներ, ուրիշ ինչ որ այդտեղ տեսնում եք, հրացան, իր հետ տարեն է, որը սպանի մարդկանց։ Հիմա ինչ եղավ այդտեղ այս 37 տարեկան է ոճրագործը, կանադացի մետիկին մահանում է եւ 13 հոգի ուրիշ վիրավորվում են, երբ որ կրակում է իրենց վրա։ Այսպես տեսնում եք։ Ես պիտի դադարվեցնեմ, երբ վերադառնամ դադարից, պիտի շարունակեմ ծրագիրը մեկ Պոլիսի կենտրոնի առջև ակսիդենտ եմ ուզում ցույց տալ եւ ուրիշ Ջոն Էֆ Քենեդի մասին էրպորտում նյութ ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Էլին Մարտիրոսյանն է հովանավորում փաստաբան 611 Նորթ Բրայան փողոցի վրա է գտնվում, սա իր հեռախոսի համարն է, զանգահարեք, ժամադրություն վերցրեք։ Եթե ակսիդենտ եք ունեցել, ձեր մեքենայի վնասը պիտի ձեզ հատուցում տան, նաև ձեր մարմնային վնասներին հատուցում պիտի տրվի, զանգարեք, որ ճիշտ հատուցումը կարողանաք ստանալ։ Central Avenue Pharmacy-ն հովանավորում է դոկտորը 35 տարի աշխատում է, իրանց տեղատունը գտնում էր, այստեղ տեսնում եք Կալիֆոռնիա փողոցի վրա, իսկ հիմա նաև Սանլանդում իրենք տեղատուն ունեն։ Կարող եք այցելեք, իրենց հետ խոսեք։ Ուրեմն Սանլանդում եւ Կալիֆոռնիայում Սանլանդի տեղատունը ծառայում է Թահանգա, Սանլանդ, Սիլմար, Սիմի Վալի, բոլոր այդ քաղաքներից կարող եք զանգարել։ Քորտ Ֆուրնիչերն է հովանավորում ծրագիրը, Սենտրալ եւ Մրթելի հատման կետում է գտնվում, նոր մատրես պիտի գնեք, գրասեղան, սեղան աթոռներ, Քորտ Ֆուրնիչեր այցելեք 330 նոր Սենտրալ եւ Մրթելի հատման կետում։ 100-ից ավել Քորտ Ֆուրնիչերի խանութ ունի, որտեղ ապրում եք երևի Քորտ Ֆուրնիչեր կլինի ձեր շրջապատում։ Ծրագիրը նաև հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Եթե դուք ծանրոց ունեք ղերգելու Հայաստան, օդանավով pound $1.99 սենտ է, եթե իմ անունը տակ, վրեժի անունը տակ $1.99 սենտ է, եթե չէ $2.99 սենտ։ Նաև եթե իմ անունը տակ ծանրոց նավով պիտի ուղարկեք, եթե մեկ հատը գնեք
նույն համահավասար երկու ծանրոց կտան, որ դուք անվճար ինչ որ ցանկություն եք լցեք մեջը եւ Հայաստան ղրկեք $30 ծանրոց կնեք երկու հատ $30 ձեզ անվճար կտան, այսինքն $90 ձեզ ծանրոց են տալու $30 վճարելու եք։ Շահի թուրն է ովանավորում ծրագիրը։ Այցելություն Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա այստեղ տեսնում եք։ Սա հեռախոսահամարն է 16-ից 26 10 օրվա համար է $3690 ամեն ինչ ներառված է all inclusive ամեն ինչ ներառված է զանգեք հավելյալ տեղեկությունների համար դոկտոր Բարսեղյանը եւ Մահտեսյան ատամնաբույժներն են ովանավորում որը հարց ունեք ատամի հետ լինդի հետ զանգահարեք ժամադրություն վերցրեք գտնվում է 372 East Olive փողոց եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում կվերադառ Ես ուզում եմ խոսել նախագահ Թրամփի մասին հիմա նախագահ Թրամփը այսպես հիմա իր հավանությունը շատ իջել է հիմա նաեւ ալիքների մասին եմ ուզում խոսել Fox News-ը 3.5 միլիոն մարդ Ամերիկայում, ընդհանուր Ամերիկայում դիտում է այդ Fox News-ը։ Իսկ MS-ը, առաջ MSNBC-ը հիմա դարձել է անուն փոխարեն MS-ը դարձել, ընդամենը 660,000 մարդ էր նայում։ Իսկ Թրամփի այս աշխատանքները, որ սկսել է ռմբակոծել Իրանը եւ ուրիշ հարցեր պաշարել են ամեն տարածքը ժողովուրդ չեն հավանում 70%-ով չեն հավանում Թրամփի այս աշխատանքը դրա համար MS-ը հաճախ Թրամփի կողմնակից ալիք չի 660,000 մարդ էր նախապես նայում եւ այդ 660-ը հիմա մեկ անգամից 1,231,000 է նայում էլի այդքան նայող չունի ինչ որ Fox հեռուստաալիքը բայց ամենայն դեպս ասացի Fox-ը 5%-ով դիտողների քանակը բարձրացել է MSNBC այդ տոկոսային հարաբերություն մոտավորապես 40 քանի տոկոսով դիտողների թիվը պակաս է բայց էլի Fox-ը ավելի շատ նայող ունի ընդհանուր ձեր գաղափարի համար որ ինչպես է ընդհանուր ես ուզում եմ հիմա ցույց տալ մեկ police station ցույց տամ մեկ մեքենա գալիս է եթե շարունակենք Ֆիլադելֆիայում է տեսեք այս մեքենան մտա police department-ի դուռը ջարդելով գնում է առաջ տեսեք այդպես ժամ 1:40 այսօր այսինքն մի քանի ժամ առաջ իր հոր հետ կռվել էր ու բարկացել էր ու եկել էր այսպես տեսեք այստեղ ասում է պատուանից ներս է մտել մեքենան եւ տեսնում եք պոլիսը այդտեղ հետևում է Ֆիլադելֆիայում տեսնի ինչ է պատահել տեսեք մեքենան մտնում է police station-ը այսպես 5 հոգի վիրավորվում են վարորդը թողնում է փախուստ է տալիս որ կհետևեն որպեսի ձերբակալեն իրեն ես ուզում եմ հիմա խոսել close call կամ այսպես JFK Նյու Յորքի ամենախոշոր օդանավակայաններից մեկը ձեզ այստեղ ցուցադրեմ եթե շարունակենք կտեսնեք խոշոր օդանավակայան է եւ պրոբլեմ եղավ որովհետեւ այս օդանավակայանը այստեղ տեսնում եք be careful for if you are այսինքն օդանավին այդ աշտարակի միջից ասում են որ գալիս է 31-րդ runway-ը եւ հետո ճշտի անմիջապես եւ այստեղ տեսնում եք ժամ 3-ին 2000 feet այդպես դառնա American Eagle այս փոքրիկ ընկերություն է օդանավի ընկերություն է ինչ որ
իջնում է, այս փոքրիկ ընկերությունները հիմա բոլոր դժվարություն ունեն, հիմա տեսնում եք, ասում է թրաֆիկը քո ձախ կողմում, ու զգույշ եղի, Air Canada-ն գալիս է, այսպես տեսնում եք, ճիշտ օվկիանոսի մոտ է, տեսեք երկու օդանավ գալիս են դեպի John F. Kennedy ապրիլի 20-ին, մի քանի օր առաջ էր սա տեղի ունեցել, սովորաբար չպիտի այսպես լինի, երկուսը միասին իջնեն, թեև կարող է տարբեր բանդի վրա իջնեն, բայց դրանով հանդերձ մտահոգ են, այստեղ տեսնում եք, մեկը բարձրանում է, մեկը գալիս է, Southwest Airlines, Ամերիկայի 4 ամենա, տեսեք այսպես ինչ է պատահում, մեկը գալիս է մյուսի վրայից անցնում է, իրենք անմիջապես ասում են բարձրացիր, մյուսին ասում են իջիր, բարեբախտաբար չեն դիպչում, 500 ֆիտ, 150 մետր, օդանավի համար մի վայրկյանից ավել քիչ է տևում, որ 150 ֆիտ գնան, այսպես տեսնում եք, թրաֆիկը ինչպես կարող է վտանգավոր լինել, որովհետև Միացյալ Նահանգների օդանավակայանները այնքան խճողված են, աշխարհում ոչ մի տեղ այսպես օդանավ բարձրանա, այսքան օդանավ իջնի գոյություն չունի որևէ տեղ։ Միայն Ամերիկայում, այդպես է, որ դժվար կացության մեջ կարող է տնի։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյաններն են հովանավորում։ Եթե ատամի հետ խնդրեմ ունեք, սա հեռախոսը համարն է։ Իրենց այսինքն ատամնաբուժարանը գտնվում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում։ Բայց անպայման ժամանտրություն պետք է։ Եթե ատամի հետ հարց ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք, արյուն է հոսում ձեր լինդից, բոլոր այդ հարցերով այստեղ զանգահարեք։ Մարգարյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք վարձակալ եք, վարձենեք մի ապարտման, մի առանձնատուն, տուն եք վարձել, պետք է մաքուր լինի, բնակելի լինի։ Եթե պահարան բացում եք, միջատներ են գնում, եթե մրջուն կա ձեր տուն, մուկ կա ձեր տուն, դա բնակելի չի։ Ձեզ պիտի հատուցում տան, զանգահարեք, փաստաբանի հետ խոսեք։ Ծրագիրը հովանավորում է նաև air conditioning-ի ընկերությունն է հովանավորում ASA Quality Air հովանավորում այս ծրագիրը։ Սա իրենց հեռախոսահամարն է, եթե ուզեք սերվիս անել, մաքրեք ձեր air conditioner-ը, որ միշտ պիտի անեք ֆիլտրները փոխվի, ուրիշ հարցեր կա air conditioning-ի պիտի կատարվի, ընդամենը $89 է։ Բայց եթե մի օր պետք ունեցաք ձեր unit-ը փոխելու, նաև կարող եք զանգարեք այս հեռախոսահամարի։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի 31 տարի աշտի ճանաչված վիրահատող է, շատ մեծ փորձառությամբ, 7 կենտրոն ունի Գլենդելում, այստեղ տեսնում եք Ջաքսոն եւ Քոլորադո փողոցի ճիշտ հատման կետում է։ Orange County-ում, Costa Mesa-ում, Orange County-ն գիտեք փոքրագ է, որտեղ Orange County ապրում եք, կարող եք գնալ Orange County ագնաբուժարանը կարող եք գնաք, հասեն տեսնում եք, հեռախոս տեսնում եք, ձեզ մոտ նշանակեք կվերադառնա։ Անձին ինչ որ տեսնում եք, որ անունով մի այսպես տնտեսագետ է, որ նախագահ Թրամփը ցանկություն իրեն նշանակի, որտեղ Federal Reserve Board-ի նախագահ Federal Reserve Board-ի նախագահը այս շուտով իր նստաշրջանը կավարտվի, որովհետև նախագահ ցանկություն այս մարդը ղեկավարի, որովհետև մտածում է իր մտածելակերպի հետ համընկնում է իր աշխատանքները։ 100 միլիոնից ավել եկամուտ ունի տարբեր բանկերում։ Հիմա առաջի քննադատությունը սա է, երբ որ Federal Reserve Board-ը իր աշխատանքն է որպեսզի բանկերը կոնտրոլ անի, որ չխախտեն օրենքը, շահագործումներ չանեն մարդկանցից։ Հիմա պատկերացրեք, այս բանկերը իր գումարը ունեն 100 միլիոնից ավել, ոմանք քննադատում են մանավանդ դեմոկրատները, որ ինչպես կարող է, եթե ինքը այդքան գումարներ ունի, բանկերի փայատեր է, ինչպես նրանց
կոնտրոլի կբերի կամ չի թույլ տա որ շահագործեն հանրությանը դրա համար կանչեն իրեն հարցաքննելու որ այստեղ շարունակեն տեսնում եք այսօր ինքը որը օրենսդիր մարմնի արչևն էր նախագահը ասել է որ գնաց այնտեղ պիտի ասես տոկոսները իջեցնես թե չէ ընդունելի չէ հիմա գիտեք տոկոսները բարձրանում է որտեղ տնտեսությունը երբ որ դանդաղում է տոկոսը բարձրանում է եթե իջեցնի մեծ դժվարություն կլինի այս երկրում հետո կարող է recession տեղի ունենա դրա համար հիմա պիտի տեսնել որ այս մարդը ինչպես կպատասխանի այդ ներկայացնի տան անդամներին սենատորները երբ որ պետք է իրեն հարցաքննեն տեսնենք հետո ինչպես կպատասխանի ես ուզում եմ հիմա խոսել RFK-ի մասին Ռոբերտ Քենեդի Ջունիորի մասին այստեղ տեսնում եք ինքը Health and Human Services բոլոր այս Health and Human Services-ը ամենախոշոր նախարարություններից մեկն է բաջետը անգամ ավել շատ է քան թե պաշտպանության նախարարությանը հիմա ինքը այս պատվաստումներ որ ինչ տեղեր ունենում միշտ դեմ է եղել նախապես պայքար էր մղում երբ որ նախարար չէր հիմա ասում է որ ով կուզի թող սրսկի բայց ինքը անընդհատ ասում է որ պատվաստանյութերը եթե սրսկի կարմար չի բոլոր բժիշկները իրեն քննադատեցին որ դու բժիշկ չես մասնակից չես դեղերի գիտնականը չես այդպես արտահայտությունը անպատասխանատու արտահայտություններ է հիմա այստեղ անգամ ռեփաբլիկանները որ նախագահ ռեփաբլիկանը իրեն նշանակել է իհարկե իրենք ընտանիքը Քենեդիների դեմոկրատ են եղել երկար տարիներ բայց ինքը միացել է ռեփաբլիկաններին հիմա այստեղ ես ուզում եմ ցույց ցուցադրել տեսնում եք ուրեմն օրենսդիր մարմնի արչևն է եւ բացատրում է ինքը որ այդպես ով ուզում է սրսկի ինքը դեմ չի կանգնի բայց աշխատանքները հիմա միզելզի մասին կարմրուկի մասին է որովհետեւ այնքան այս հարցով խոսվեց ինքը ուրիշները հիմա կարմրուկը տարածվում է երեխաների մոտ այստեղ 1748 երեխա այսպես տեսնում եք տարապում է կարմրուկով կարմրուկը շատ վարակիչ հիվանդություն է եւ դրա համար իրան այդտեղ քննադատեցին սա մեկ ներկայացնի տան անդամ է որ խիստ իրեն քննադատեց ասում է ձերքերդ հերո պահի այս պատվաստանյութերից այսպես տարօրինակ արտահայտություններ անելը հարմար չի եթե դու նախարարն ես առողջապահության այնտեղ օրինակ այդ ներկայացնի տան անդամը բերելներ տեսնում եք երեխան կարմրուկ է սրան տեսնում եք որ նշանակել են այս կնոջը դոկտորը նշանակել են որպես CDC Center for Disease Control որ հետևում են հիվանդությունները հետո տեղերը բոլոր այդ աշխատանքը հիմա իրեն նշանակել է այսինքն Քենեդին իրեն նշանակել է այդ մասի այստեղ մեկ ներկայացնի տան անդամ է որ ասում է դու պետք է Քենեդին լսես թե գիտական տվյալների այսպես իրեն քննադատում են կամ այս կնոջը հարց էին տալիս եւ իրեն քննադատում են այստեղ Ջոն Էֆ Քենեդի Ջունիորին եք տեսնում ես ուզում եմ խոսել նաեւ հիմա որ այսպես քաշ փթելի մասին նախագահը մեկ անձնավորություն հնդիկ անձնավորություն եկել ինքը այստեղ է ծնվել ծնողներ հնդկաստանից են եկել իրեն նշանակել է որպես FBI-ի ղեկավար եւ ինքը գնացել էր այդ մրցություններ ինչ որ Իտալիայում տեղեր ունենում խմել էր հարբեր էր այսպես եւ անարգի աշխատանքներ էր կատարում ապարում էր այսպես հիմա իրեն կանչեն են իրեն նաեւ պահանջում են որ եթե ոմանք պահանջում են որ հրաժարվի ոմանք իրեն պաշտպանում են այստեղ տեսնում եք քաշ փթելին FBI-ի ղեկավարն է այստեղ տեսնում եք որ ինքը ասում է սուտ է որ ասում են ես հարբել էի եւ գինովցած էի դրանք սուտ է ես մեկ թերթ
գրեն է, այստեղ տեսնում եք Atlantic տատ է բացարել $250 միլիոն այդ թերթին տատի է տվել։ Բոլորը նրանք որ մասնակետ են եւ թերթը ինքը, որտեղ գիտեք թերթերը միշտ այսպես քննադատական բաներ գրում են։ Եվ ինքը ասել էր, որ նրանք որ իր թիկնապահները թիկնապահները ասել են, որ երբ որ խմի շատ օգտագործել էր, չէր կարողանում քայլել։ Այսինքն հարբերներ չէր կարողանում քայլել, բայց ինքը ասում է սուտ է դա, այսպես արտահայտություններ է անում ամենայն դեպս եւ այդ պատճառով պատիվ է պահանջում եւ $250 միլիոն Atlantic այդ շատ ճանաչված մեկ լրատվական միջոց է, թեր չի, բայց լրատվական միջոց է, սու է արել, տատի է տվել, այսպես տեսնում եք։ Սա իր ղեկավարն է, արդարադատության նախարարը, տեղակալ ավել շուտ, արդարադատության նախարար հիմա ամերիկան չունի, ինքը տեղակալն է, նախագահ Թրամփի անձնական փաստաբանն էր, երբ որ 2024 թվին իրեն տատի էին տվել Նյու Յորքում, այսպես իր փաստաբանը արդարադատության Attorney General-ի տեղակալն է եւ տեսնում եք FBI-ը աշխատում է Attorney General-ի հսկողության տակ։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, Իսրայելը տեսնեք այս Լիբանանում ինչ է անում եւ նրանից հետո մեկ օթանավ պիտի ձեզ ցուցադրեմ, մեկ անց կողանում եմ մի մեքենատրակ ցուցադրեմ ձեզ ծրագիրը հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը Ագոբ Չոփուրյանը եւ իր երկու դուստրերը երեքն էլ փաստաբաններ են դες են առաջարկում եթե ավտովթար ունեցած ձեր մտահոգությունների իրենց հանձնեք դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ալերգի եւ ասմի համար այստեղ զանգարեք ժամադրությանը Hollywood Piano-ն է հովանավորում Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է Pasadena-ում է 600 դաշնամուր կա այնտեղ որովհետեւ Ամերիկայում այսպես մեծ քանակով դաշնամուր չեք գտնի տարատեսակ գեղեցիկ դաշնամուր Raffi's Market հովանավորում է ծրագիր Raffi's Market-ը իրենք ճաշ են պատրաստում եթե դուք ժամանակ չունեք կարող եք այցելել այդտեղից գնեք եթե ճաշ եք ուզում վերցնել Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը դոկտոր Իբրահիմի եթե առաջարկում եթե թաթի վրա թաթի տակ վերք է քայլում եք շնչասպառ եք լինում այս հեռախոսահամարին զանգարեք գրասենյակներ գտնվում Orange County, Commerce, Encino, Glendale կվերադառնա Իսրայելը գրավել է Լիբանանի հարավային մասը եւ ջարդում փշում սպանում է այսպես օրեր է այդ գործանը հիմա մեկը վիդեո է վերցրել Իսրայելի զինվորը գնում է Հիսուսի արձանը որ գոյություն ունի Լիբանանի հարավում ուրեմն սա տեսեք ինչ է անում այս զինվորը երկու զինվորներ իհարկե տեսեք Հիսուսն է իրեն փայտիկի վրա է փայտիկ ջարդեր են վայր են գցե եւ հետո մուրճով խփում ջարդում են այդ արձանը այստեղ տեսեք ինչ վիճակի են բերել Հիսուսի այդ արձանը ինչ որ տեսնում եք այստեղ ասացի մուրճով երկու իսրայելի զինվորներ խփում ջարդում են իսրայելացիները որ երկուսին տատի պիտի տան իսկ ինչ է պատիժը մեկ ամիս պետք է ազատազրկեն իրենց Ես ուզում եմ հիմա շարունակել եւ խոսել Լոս Անջելեսում տեսնեք մեկ օթանավ հիմա եթե ցուցադրեինք մեկ օթանավ American Airlines տեսնում եք dangerously close to շատ մոտիկ գնում է Air Canada-ին ուրեմն այսպես տեսնում եք on board alert sounded yani օթանավի մեջ այդ օթանավի ինքը տեղեկացնում է որ դու շատ ես մոտենում հիմա այստեղ նաև տեսեք մի փոքրիկ օթանավ է գալիս է այդ էլեկտրա բանի սյունի վրա որ էլեկտրական սարքավորումները կան դիպչում են վարվում են վայր են ընկնում անձը խիստ վիրավորվում է
բայց չի մահացել, իրեն ժողովուրդ գալիս են, օգնում են, օդանավը տեսեք բարձրացրել են, որ մարդիկ դեռ ոչ պոլիսը եկե, ոչ fire department-ը եկե, սովորաբար այսպես վայր են ընկնում, կարող է հրդեհվի, բարեբախտաբար այդպես չի լինում, անձին հանում են օդանավի միջից։ Սա մեկ ուրիշ օդանավ է, էլի վայր է ընկել, այստեղ տեսնում եք անընդհատ այս փոքրիկ օդանավները շատ վտանգավոր են։ Իսկ դուք եթե ճամփորդական օդանավներ տեսեք մեկ ուրիշ օդանավ է, այստեղ էլի մեզ մոտ իջել է փողոցի մեջ իջել է, ասացի փոքրիկ օդանավները հաճախ շատ խնդրեմ են ունենում, իսկ ճամփորդական օդանավները քիչ է պատահում, որ խնդրեմ ունենան, որտեղ խիստ անընդհատ քննում են, որ ամեն ինչը ճիշտ աշխատի։ Մեկ անցնենք առաջ եւ տեսնեք մեկ գալիս են կողերը գալիս են մեկ մեքենային կողանում փախուստ են տալիս։ Հետո գնում են, տեսեք այդտեղ հրացան եւ այլն, ամեն ինչ ունեն, գալիս են եւ 1.8 միլիոն բանկ են մտնում, գողանում են, Ֆիլադելֆիայում տեղի ունենում։ Հետո փախչում են, գնում են մեկ, որտեղ տեսեք այս Brinks-ը, այս մեքենան, որ բանկից գումարները վերցնում է, տանում է, մարդկանցից տանում է, այստեղ տեսնում եք 1.8 միլիոն կողանում են, փախուստ են տալիս, հետո որովհետև գիտեք այս գողերը նաև շատ ուժիմ են, գնում են մի կամուրջի տակ, երբ որ վերևից հելիկոպտերը հետևում է, կամուրջի տակ են մտնում, չեն կարող տեսնել, որ մեր այդտեղ իջնում են փախուստ են տալիս, բայց հետո անցնենք առաջ։ Տեսեք այս գողերն են հրացանով, հզոր հրացան ձեռքը սպառնում է հանրությանը, այսպես տեսնում եք, հետո իրենց մեքենան էր, որ կողացել են իհարկե մեքենան տանում էին, ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից շարունակեմ, Բրբանքի Փիզամանն է հովանավորում այս ծրագիրը 818-843-111, եթե ինչ որ կնեք պիզա կնեք, երկրորդը 50% զեղ չեն տալու, ուրեմն ուշադիր եղեք, մի հատ պիզա եք գնում, 50% զեղ չեք ստանալու, գտնում եք Գլենոքս փողոցին, Գլենդելի հարևանության է, բայց Բրբանք քաղաքում, բայց ամենայն դեպս հեռացային եք, պատվերները տվեք, որ այնտեղ շատ չսպասեք։ Ծրագիրը հովանավորում է նաև Անդրեյ Ղարաբյանն է հովանավորում փաստաբան, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ տեղի ունեցած ձեր տանը կամ ձեր բիզնեսում զանգարեք եւ accident եթե ունենաք զանգարեք։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն այնտեղ ու կվերադարձնեն։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot-ում կգտնեք $5, $10 հագուստներ, կոշիկ եւ իհարկե նաև արտասահմանից վերավ հագուստներ եւ որ դրանք ավել թանկ են լինելու, բայց եւ այնպես շատ էժանակին ապրանքները նաև ունեն, որ դուք ամառ եք գալիս, ձեզ հետ տանեք Հայաստան, կարողանաք ուրախացնել ձեր ազգականներին։ Անաշե Գեֆտն է հովանավորում ծրագիրը, ձեզ առաջարկում այս սուրճ պատրաստելու սակավորումը էլեկտրական է, Անաշե Գեֆտը $9.99, Անաշե Գիֆտ գտնում 1937, West Glennox փողոց, Գլենդելում է Բրբանքի հարևանության կվերադառնա։ Ընտրությունը տեղի ունենալու Գլենդելում, այս ընտրությունը տեղի ունենա հունիսի 2-ին, մայիսի 4-ից քվեաթերթիկ են ուղարկելու։ Բայց որովհետև դուք կարողանաք ընտրության մասնակցեք, որ շատ կարևոր է, չեմ կարող ձեզ ավել սրանից ավել պանդեմ, ես երբ որ այնտեղ էի 507 հատ մատչելի կներով բնակարան եմ կառուցել։ Այդ երբ որ դա վերջացավ, որ հենց հիմա նոր վերջացավ, բայց գումարը ես շատ շումով տրամադրեցի, այսինքն պահանջեցի որ սիթին տրամադրի, որ այդ սարք։ Այս քաղաքում տարին միջին 31 բնակարան են կառուցել 1978-ից մինչ այդ ժամանակ, որ ես այնտեղ ծառայում էի, 1240 մատչելի կներով բնակարան են կառուցել, այսինքն միջին 1978 թվից 31 հատ։
6000 հոգի մասնակցել է ցանկություն ունի այդ մատչելի կներով բնակարանը ստանա։ Ում պիտի ասնե 6000-ի համար 31 հատ պատրաստեք կլինի 5900 պատկերացրեք 69 մարդ դուրս կմնա։ Դրա համար էր որ ես պնդեցի որ առնվազն մենք 507 հատ պիտի կառուցենք, որ բախտը անձիկի ավել շատ լինի։ Գոնե այդ ցանկը 6000-ից պակսի, եթե չկառուցեք, միշտ այնտեղ ասել եմ, տելևիզիոնից ասել եմ, եթե չկառուցենք, այդ ցանկը չի փոքրանա, անընդհատ կմեծանա, ուրեմն պետք է մեծ քանակով բնակարան կառուցել։ Դա հարկավոր է, որ բնակարան այս քաղաքում կառուցվի։ Մեր ժողովուրդը խիստ դժվար կացության մեջ է։ Եթե ցանկանում եք, որպեսզի կարողանամ ձեզ օգտակար լինեմ, դուք պետք է քվեարկեք։ Եթե մինչև հիմա գրանցված չեք, եկեք այստեղ 11-10 Սոնորա փողոց։ Իմ հեռախոսը, շտաբի հեռախոս շատ հեշտ է։ 818 տեսնում եք։ 2-4 մնացածը 9։ Եթե անուշադիր լինեք, ժամանակ չկա։ Եվ եկեք եւ փորձեք տեսեք դուք գրանցված եք թե ոչ։ Անտարբեր մի եղեք, որ ձեզ համար է, որտեվ երբ որ կառավարությունը մատչելի գներով բնակարան է կառուցում, այս վարձերը շատ չի բարձրանում։ Եթե ոչ, անընդհատ ավել բարձրանալու է, ձեզ ճնշման տակ է տնելու, ինչպես որ տեսնում եք գնում են Սանլանդ, Թահանգա, սրանք քաղաքներ են, որ այդքան ապահով քաղաքներ չեն։ Հիմա տեսեք Սան Ֆերնանդո քաղաքը կա, ասացի այս ամենը որ Սանլանդ քաղաք կա, ոչ մեկը Գլենդելիման ապահով քաղաքներ չեն, ինչու պետք է գնաք այնտեղ, դրա համար է որ ես աշխատում եմ ձեզ այստեղ պահել, որպեսզի մեր բիզնեսներին օգնեք, դուք մնաք այստեղ, Գլենդելի փոքր բիզնեսներ բոլորը հայեր են, դուք գնաք ապրանք կգնեք, դուք գնաք հագուստ կգնեք, դուք կգնաք ուրիշ խանութ, ռեստորան կգնաք, կճաշեք, կընտրեք, ապրանք կպատվիրեք, ուրեմն ես ձեզ եմ առաջարկում, որ անպայման գրանցվեք, եթե վստահ չեք գրանցված եք թե ոչ, 2-4 մնացածը բոլորի 9 զանգարեք, մի շնորհանդիպում։